Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ անդրադառնում ենք մեր օրվա պրոբլեմներին, պետության խոսացած ասացածներին եւ ընդհանրապես մեր հոգսերից ենք եկել խոսելու, ինչպես միշտ։ Աննան հայտարարել է, որ իր եւ Նիկոլի քաղաքացիական ամուսնությունը վերջացել է։ Բայց այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչն է սկսվել։ Այն, որ ձեր քաղաքացիական ամուսնությունը ոչ եղել է, ոչ սկսվել է, հայտնի է ամբողջ ազգին։ Այն, որ դուք հիմա որոշել եք երևի, ես այդպես եզրահանգման եկա, որ օրինականացնել ձեր ամուսնությունը, դուք այն աստիճանի արդեն օրինական հանցակիցներ եք, որ կարծում եմ դրա կարիքը չկա ու դժվար թե որևէ հայի աշխարհի որևէ ծայրում հետաքրքիր լինի։ Դուք, այսպես ասած, օրինական փաստաթղթով ամուսիններ եք, թե ոչ, դուք արդեն օրինական բոլոր փաստաթղթերով հանցակիցներ եք։ Դա բավական է, որպեսզի հետագա բոլոր Նիկոլի քրեական պատասխանատվությունների հոդվածների տակ կիրառվի նաև Աննա Հակոբյան, Ղարերյանուլ, քո հանցակցությունը, համագործակցությունը ոնց են ասում, դու հանցակից ես Նիկոլին, կլինես նրա կինը, կլինես նրա սիրուհին, թե կլինես եսիմով, դու առաջնահերթ նրա հանցակիցն ես։ Եվ ազգը դա չի մոռացել, ազգը դա չի մոռանում, որովհետև քո միջոցով է բոլոր ֆինանսավորումները, բոլոր թուրքամետ թուրքական ծրագրերի իրագործվում։ Հիմա չեմ ուզում կոնկրետանանք շատ քո կերպարի վրա, որովհետև կակտակավար ռուսի ասած, հենց այդպիսին դու որպես կերպար, ավելին ասեմ, նողկանք ես առաջացնում ցանկացած նորմալ հայի մոտ։ Ուզում եմ ավելի շատ անդրադառնալ խաղաղության այն ասույթին, Ալյոնայի, Ալենի, Ալեն Սիմոնյանի, որ ասում է իբրև թե պետք է իրար փողոցներում շնորհավորենք, որովհետև մենք արդեն ունենք խաղաղություն, հասել ենք խաղաղության աստիճանի թշնամու հետ։ Հնարավոր չի ունենալ խաղաղություն մի երկրի հետ, որը դատում է քո ոչ մի բանում մեղք չունեցող էլիտային։ Այսինքն Ռուբեն Վարդանյանը ոչ զինվորական որևէ բարձրաստիճան պաշտոնյա էր, ոչ որևէ ռազմական գործողությունների մասնակից, բայց երեք դատվեց 20 տարի ազատազրկման Ադրբեջանում։ Ալիևը պարզ ասում է, պետք է փոխվի սահմանադրություն, ըստ որի Երևան, Հայաստան, բայց կոնկրետ Երևան պետք է վերադարձվեն 300,000 թուրք դիմորդներ բնակվելու համար մշտական բնակչության ժողովուրդ ուշադիր, մշտական բնակչության պետք է վերադառնան Երևան։ Ու սահմանադրության փոփոխությունը պետք է Իրանից հիմնավորի այն, որ Արցախի հանդեպ չկա ոչ մի պարտք պահանջ, չկա Եղեռնի պարտք պահանջ եւ նման մի քանի հայատյաց դրվագներ։ Հիմա միակողմանի խաղաղությանը որևէ մեկը եթե հավատում եք, առնվազն ծանծաղամիտ եք հայեր, որովհետև խաղաղություն միակողմանի լինել պարզապես չի կարող։ Ալիևը երազում է Երևանը Երևան դարձնել, Սևանը Գոյչա, իսկ Նիկոլը հայտարարում է, որ հասել են խաղաղության, արդեն պետք է իրար աղանդավորներ եք, դուք թուրքական չեմ կարողանում հասկանալ ոչ մի կերպ, թուրքամետության աղանդ ունեք ստեղծած, էդ ինչ անկապ բացատրություններ եք տալիս լրիվ բացահայտ հարցերի շուրջ։ Պետությունը ավերում եք ու դրա անունը դնում եք խաղաղություն, կաթողիկոսին քրիստոնեության ընդունումից ի վեր դեռևս չի եղել, պատմությունը չի հիշում նման մի դեպք, երբ կաթողիկոսին արգել են երկրից դուրս գալ։ Անգամ երբ թուրքական իշխանության տակ է եղել երկիրը, անգամ երբ սպառնալիքների տակ է եղել, կաթողիկոսի դեմ քրեական գործ եք հարուցել եւ արգելել եք երկրից դուրս գնալ, մասնակցել այս կամ այն ժողովին, ոնց դիտարկենք դա, քրիստոնեության հերքում,
թե մահմեդականացման սկզբունք։ Գուցե որոշել եք, որ եթե Ալիևը երազում է Երևան գալ, դուք էլ համարում եք, որ դա խաղաղություն է, ՔՊ Քեմալի պայմանագիր, ապա այդ ամեն ինչը նաև կարող է լինել, Նիկոլը մի ժամանակ ասում էր, չէ, քրիստոնեությունը հայ լինելու հետ կապ չունի, գուցե որոշել ես, որ բոլորը պետք է քո նման մահմեդականություն ընդունեն, Նիկոլ, որովհետև առեսօր դու այդպես էլ չբացատրեցիր, որ եկեղեցու կնունք ես, ու ինչու ես պղծում հերթով բոլոր եկեղեցիները Հայաստանի, քո ներկայությամբ միայն դու արդեն պղծում ես այն։ Այդ ամենի ֆոնին ճակետների մեջ իրենց գործը անող ոստիկանները Հայաստանի միլիցեքը, որ իրենց ոստիկանի տիտղոսից վաղուց իրենք կամավոր զրկել են պարգևավճարների և իրենց կատարած գործողությունների հիման վրա։ Դուք վաղուց ոստիկաններ չեք։ Առաջատարը ինչպես միշտ նիկոլիզմի հաստատման, թուրքացման, Հայաստանի թուրքացման գործում առաջատար է նոր նորքի ոստիկանաքնչականը իր անի ավերակներում, որ անի ավերակներն է շենքը մտնում ես, լացդ գալիս է, նկարել կցել ենք, իմ փաստաբան Փոստանջան Զարույն նկարել էր, կանչում են կարգավիճակով վկայի, բարդում են մեղադրյալ, այսինքն մարդը մտնում է որպես վկա, դուրս է գալիս արդեն որպես մեղադրվող անձ, ու արդեն դա երկրորդ անգամ է, որ փորձում եք ինձանից սարքել հանցագործ, ու դա արդեն երկրորդ հետապնդումն է, երկրորդ բռնությունն է, կոնկրետ ոստիկանության կողմից, նոր նորքի քնչականի և ոստիկանության կողմից։ Հիմա ես կասեմ նաև մի բան, այո, այդ համակարգում էլ կան շատ չնչին տոկոսով, 5% ծառայողներ, որոնք որ փորձում են այս կամ այն կերպ չթելել նիկոլիզմի կամ նիկոլի հրահանգները չկատարել, չթելել նիկոլի թելը, բայց դրանք շատ քիչ են, կան այն 5% ոստիկանները, որոնք պարզապես աշխատում են չխառնվել քաղաքական ոչ մի աստար ունեցող քրեականացված գործերի մեջ։ Ալեն ասում էր քրեական գործեր են, դա մեր ներքին գործն է, Մոսկվայում ասում էր մենք քաղաքական բանտարկյալ չունենք, դուք քրեական հանցագործ ունեք փողոցներում, դուք ինքներդ Քեմալի պայմանագիր, Քեմալի պուճուրներ, դուք ինքներդ հանցագործներ եք քրեական, պետական հանցագործներ եք, բացի դավաճան լինելուց, բայց քրեական աստար եք կարում բոլոր ձեզ ընդդիմադիր խոսողներին, բոլոր նրանց, ովքեր որ գիտեք, որ մարիոնետկա չեն, սրա նրա հորդորով ու սրա նրա միաման լափով չեն հաչվում, ու չեն խաղալու սրա նրա տակը, որոնց երկիր է պետք, որոնց պետք է որ Հայաստանում հայերեն խոսեն, որոնց որ ձեռ չի տալիս դպրոցների անգրագիտությունը, օրորի վրա ավերվող պետությունը, ու ձեզ օգնում են այդ հարցում ոստիկանները ու քննիչները, ու ասեմ, որ դուք շատ սիրուն սխեմա եք ճակետավոր մտածել, ու երիտասարդ քննիչներին եք հանձնարարում դա, Հիմա ես ուզում եմ կոչս հերթական անգամ ես անընդհատ այդ հարցին անդրադառնում եմ, որտեվ դա ամենացավոտ հարցն է։ Եթե ես այսօր կարողանում եմ գալ դա բարձրաձայնել, ապա 100,000-ավոր մարդիկ դա այդ բռնություններից, ոստիկանության, քննչականի բռնություններից տուժում են, ու նրանց մի մասը վախենում է բարձրաձայնել, մյուս մասը պարզապես մտածում է, դե լավ, սենց ավելի քիչ կտուժեմ, եթե չխոսեմ։ Չէ, ժողովուրդ, Եթե մի տեղը ցավում է, ապա անհրաժեշտ է անպայման բարձրաձայնել այդ ցավոտ հարցի մասին, որպեսզի կարողանանք դրան դեղ ու դարմանը ճարել, գտնել։ Եկեք բարձրաձայնենք բոլոր ապօրինությունները, ոստիկանական, քննչական, դատախազական, դատավորական ընդհանրապես, Նիկոլի օրգանների բոլոր օրինազանցությունները, բոլոր
օրինախախտումները, բռնությունները, որ հասնում է ֆիզիկական բռնության։ Բոլոր այդ պրոբլեմները վերծանել է պետք։ Հարկավոր է այդ մասին բարձրաձայնել եւ հարկավոր է դրա դեմը առնել, հարկավոր է այդ ոստիկաններին բացատրել, որ օրինակ Մերուժան Վարդանյան, այսօր դու քրեականի պետի տեղակալ ես, բայց ունես աղջիկ երեխաներ, որոնց որ թուրքի ձեռը հասնելու է, եթե ես այսօր այդ մասին չխոսեմ, որ ես նաեւ քո երեխաներին եմ պաշտպանում, փորձելով Նիկոլի ու նիկոլիզմի դեմն առնել։ Եթե դու այսօր պարգևավճարներ ես ստանում ու կատարում ես նրա հրահանգները, փակ դռների հետևում ահաբեկելով, այս կամ այն քաղաքական հանրային գործ չին։ Դու դրանով վտանգի ես ենթարկում քո աղջիկների, քո երեխաների, ապագան եւ ֆիզիկական անվտանգությունը, դու չես կարողանալու նրանց ապահովես վաղը դա։ Նույնը քննիչների մասին է խոսքը։ Մհեր Դավթյան, Կարեն Սարգսյան, ես հիմա մտադրված չեմ բացահայտի, չեմ բարձրաձայնի այն տղաների, այն նորմալ հայ քննիչների անունները, որոնք որ իրականում փորձում են ամեն կերպ քաղաքական աստառ ունեցող գործերին կամ ընթացք չտալ կամ օգնել որևէ կերպ, որովհետև հիմա այդ տղաները կհայտնվեն թիրախում, բայց կա բոլորի ցուցակները կա։ Եվ լավ արարքների եւ վատ արարքների։ Դավթյան մեր երիտասարդ տղա ես դու։ Եթե այսօր դու փորձում ես, հերախոսը վերցնում ես, դուրս ես գալիս եւ ներս ես մտնում ու փորձում ես քո գործի վկաներից քրեական գործեր կարել։ Վաղը թուրքը հասնելու է նաեւ ձեր տուն։ Եթե այսօր մենք նրա դեմը չկարողանանք առնել, որովհետեւ հասկացեք վերջապես դուք ոչ թե գործ եք անում, քննիչներ ու ոստիկաններ, դուք ոչ թե գործ եք անում, դուք փողի դիմաց ծառայում եք թուրքին, որտեվ Նիկոլը թուրք է, որտեվ Աննան, չգիտեմ ընդեղ իշն է իր մոտ վերջացել Նիկոլի հետ, ամուսնությունը, չամուսնությունը, կամ իշն է սկսվել, որ նա վերջացել է, երևի Ջան Յամանի հետ սերիալ նկարելուց է որոշել, որ Նիկոլի հետ վերջացել է իր քաղաքացիական ամուսնությունը։ Ամեն դեպքում բանը Էրդողանն է, չէ, Ալիևի հետ ֆինանսավորում այդ սերիալը։ Թաքուն էլ չի, դա չեն էլ թաքցնում։ Ապա վաղը ոստիկաններ ու քննիչներ, դատավորներ ու դատախազներ, ձեր այսօրվա կերած ամեն մի կտոր հացի դիմաց վճարելու են ձեր երեխաները, ձեր թոռները, ձեր կանայք ու աղջիկները, 300,000 դիմորդ թուրք է մտնում Երևան ապրելու։ Իսկ եթե հանկարծ դրանցից մեկին դուր եկավ ձեր աղջիկը, ինչ եք անելու, հասցնելու եք, տանեք ոստիկանություն ու փակ դռների հետևում ահաբեկեք, անցնելու է, չի անցնելու։ Մտածեք այդ մասին։ Նա գնացողն է, դուք մնացողը։ Ձեր հողն ու ջուրն էլ է սա տղերք։ Դուք օգնում եք հող ծախողին, դուք օգնում եք երկիր ծախողին։ Ու այս խաղաղություն թվացյալը, սա մեծ պատերազմի սկիզբ է, որովհետև գնալով կոնֆլիկտը շատանում է, հայի դեպ Մեծամորի ատոմակայանի ֆունկցիաները քչացնելու, մոդուլայինով փոխանցելու, ես ուզում եմ հարցնել նաև այն գիտնականներին, որոնք որ դրանցից տեղյակ են, քանի որ ես մի երկու բառով գալուց առաջ խորհրդակցել եմ այդ մասին իմացող մարդկանց հետ, եթե Մեծամորի ատոմակայանը ուզում են փակել թուրքերը, դա թուրքերի հրահանգն է, Նիկոլն էլ պայմանավորվում է, որ պետք է ամերիկացիները այդ մոդուլային սարքի, ուզում եմ հարց տալ, մինչև մոդուլայիններ սարքելը, եթե կանգնեցնում ես ատոմակայանը, ինչ վիճակում է հայտնվելու երկիրը, լևոնիզմի ՀՀՇ-ի ծագում ունես, չէ Նիկոլ, հիմա նորից վերադառնում ես արմատներիդ, ժողովուրդ ես ինչ եք անում, ձեր լռությամբ, ձեր հանդուրժողականությամբ, երկիրը տանում է քաոսի, իմ այսօրվա այստեղ գալու հիմնական պատճառը եղել է կոչս բոլոր ոստիկաններին,
բոլոր դատավորներին, դատախազներին, քննիչներին առավել ևս, այն ջահել քննիչներին, որոնց օգտագործում են խոստանալով կարիերա, չի լինելու նման բան տղերք, ու դուք մեզ հոգևորականներին, հասարակական գործիչներին, ռազմական գործիչներին, ճնշելով, ջարդելով, դրանով ցույց տալով ժողովրդին վախեցնելով, որ եթե մեզ կարողանում եք այդպես բռնության ուժով լռեցնել, ապա դուք հզոր եք, սխալվում եք տղերք, դուք դրանով թշնամի եք դառնում ձեր երեխաների ապագային, դուք այսօր փողով վաճառում եք ձեր մայրերին ու կանանց, որտեղ վաղը թուրքը այլևս չեք կարողանալ, թուրքը երբ մտավ Երևան չեք կարողանալու, իսկ դա սարերի հետևում չէ, մի ասեք, ինչպես, պատերազմով չի գալու, որ հելնենք դեմը առնենք, խաղաղ քայլելով է գալու, ու նրանք ովքեր ասում են ինչ կա, որ ինչի բենզին է էժանա, այսօր Թուրքից բենզին կառնենք, շաքարավազ կառնենք, պամիդոր կառնենք, նրանք վաղն էլ ասելու են ինչ կա, որ մեր աղջիկներին կտանք թուրքերին, հասկացեք վերջապես, Նիկոլը և Քեմալական պայմանագիրը, դա չարիքն է, դա չարվորակ ու ռուցքն է մեր պետության, մեր ազգի, ու եթե դրա դեմը, նախ ըստ իս իմ կարծիքով, առհասարակ սխալ էր, օպոզիցիա լսում ես առհասարակ սխալ էր, ընտրությունների գնալ Նիկոլի հետ, ու ԿՊ-ի պետք էր կատեգորիկ ասել, դուք չեք մասնակցում, դուք պետք է դուրս գաք այդ գծից, պետք չէր նրա հետ մտնել խաղի մեջ, բայց արդեն մտել ենք, դա նշանակում է, որ պետք է համախմբվել ու գոնե այս ճանապարհով, գոնե այս կերպ, մի կողմ դնել բոլոր ամբիցիաները, իմ, քո, մեր, նրանց հասկանալ, որ մի բան կա միայն, մի սրբություն կա, հող հայրենին, մենք պետություն ենք կորցնում, մենք կորցնում ենք երկիր, ու եթե հիմա բոլորս միասին մի կողմ չդնենք, ում ինչ է դուր գալի, ով է, ով որտեղից է, մենք պետություն չենք ունենալու, հարկավոր է պարզապես համախմբվել, իսկ ոստիկաներին հարկավոր է պարզապես ձեռնպահ գոնե մնալ, անմեղ մարդկանցից քրեական տարեր ստեղծել, որովհետև այդ ամեն ինչը վաղը ձեր երեխաների դեմ է շուռ գալու, ձեր ընտանիքների դեմ է շուռ գալու, հերիք է վերջապես լինեք կամակատար, հայեր եք վերջապես, չէ, հասկացեք, որ այս ամենը պետությունը տարել է վաղուց տուպիկ, ու Նիկոլը պետական դավաճան է, Աննան նրա հետ հանցակից է, Ալենը և նման այդ առաջի իրենց 5-րդ էշալոնի առաջի էշալոնը թուրքական, նրանք համահանցակիցներ են, ու նրանք պետք է դատով պատասխան տան, դատով, դատավճռով, ու հերիք է ամեն մի բառը շուռ տակ, այնպես ինչպես դուք եք ուզում շուռ տակ, հերիք է հայր, հարկավոր է այս լռությանը վերջ տալ, հարկավոր է լծվել Նիկոլից ազատվելու գործին ու երկիրը փրկել թուրքացումից, թուրքացման վտանգ կա, լսում եք, հարկավոր է երկիրը հանել այս դժոխքից վերջապես, եկեք համախմբվենք,